Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 30 դեկտեմբերի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Տարեմուտին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը տոնական ընդունելություն է կատարել։ Մասնակցել են համայնքապետարանի ենթակայության կազմակերպությունների տնօրեններ, վարչական ղեկավարներ, ավականու անդամներ եւ համայնքապետարանի աշխատակիցներ։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը տոնական ընդունելություն է կատարում, որին մասնակցում են համայնքի կրթական մշակութային հաստատությունների տնօրեններ, վարչական ղեկավարներ, ավականու անդամներ եւ համայնքապետարանի աշխատակիցներ։ Տոնական ընդունելությունն ուղեկցվում է շնորհավորանքներով, բարեմաղթանքներով եւ պարգեւատրումներով։ Տարվա լավագույն տնօրենների պատվոգրին են արժանանում Գավառի թիվ 4 եւ Ծովազարդի մանկապարտեզների տնօրեններ Արմինե Հովհաննիսյանը եւ Տաթևիկ Գալոյանը։ Արտադպրոցական հաստատությունների տնօրեններից տարվա լավագույններն էին Նորատուսի արվեստի դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը եւ Գանձակի մշակույթի տան տնօրեն Բալասան Ղարիբյանը։ Նման պատվի արժանանալը համագործակցային համատեղ աշխատանքի արդյունք է, որի գլխավոր ներդրողը դուք եք, պարոն Մարտիրոսյան, ձեր շնորհիվ ենք մենք կարողանում մեր մտահղացումներն ու ծրագրերը իրականություն դարձնել։ Շնորհակալ եմ նաև Գավառի համայնքապետարանի ողջ անձնակազմին, Գանձակի մշակույթի տան անձնակազմին համատեղ միասնական ջանքերի համար։ Շնորհակալություն։ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից էլ տարվա լավագույն աշխատողներ ճանաչվեցին Լուսինե Բախտիկյանն ու Բելա Խունոյանը։ Համայնքի ղեկավարը շնորհավորում է պարգևատրվողներին եւ տոնական ընդունելության մասնակիցներին, դրանց բարի տարեմուտ եւ ուրախ նոր տարի մաղթում։ Ընդունելությունը շարունակվում է մտերմիկ, ջերմ ու տոնական մթնոլորտում, փոխադարձ շնորհավորանքներով ու բարի մաղթանքներով։ Շնորհավորում եմ բոլորիս նոր տարին, գալիք, թող այս ամանորը մեզ բերի խաղաղություն եւ միաժամանակ անդոր բոլորիս ընտանիքներում։ Ավարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գեղարքունիքի մարզային գրադարանը տարին եզրափակել է Գավառի պետական համալսարանի հետ համատեղ միջոցառմամբ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումն անցկացվել է գրադարանում։ Գեղարքունիքի մարզային գրադարանը տերյանական տրամադրությամբ է եզրափակում 2025 թվականի կրթամշակութային ծրագրերի շարքը։ Վերջին միջոցառումն իրականանում է Գավառի պետական համալսարանի ուսանողների հետ գործակցությամբ Տերյանը ժամանակի եւ հավերժության միջև խորագրով միջոցառմամբ։ Նրա ստեղծագործությունները մինչ այսօր հուզում են սերունդներին եւ մնում արդիական անկախ ժամանակի փոփոխությունից։ Սիրով եմ ընդգծում, որ այսօր այս գեղեցիկ եւ բովանդակալից հանդիպման հեղինակը եւ կատարողները Գավառի պետական համալսարանի ուսանողներն են եւ ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Մանուկյանի գլխավորությամբ։ Սա վկայում է, որ մեր երիտասարդությունը ոչ միայն ճանաչում է ազգային մեծերին, այլ նաեւ ստեղծագործաբար ներկայացնում նրանց ժամանակի շնչով։ Հայ պոեզիան մի նոր քնարականություն, զգացմունքային նոր որակ եւ շունչ ստացավ Վահան Տերյանի գրչի շնորհիվ։ Մեծանուն հայ բանաստեղծի ծննդյան 140-ամյակին նվիրված ցերեկույթի ընթացքում ներկայացվում են կենսագրական տեղեկություններ, հնչում են ընթերցումներ, բանաստեղծի կյանքին վերաբերող որոշ դրվագներ բեմականացվում են եւ իհարկե երաժշտական կատարումներ են հնչում։ Տերյանը ոչ միայն մեր գրականության ամենամեծ ու ամենաինքնատիպ դեմքերից է, այլև ամենից նվիրական, ամենից հարազատ եւ ամենից ջերմորեն սիրված պոետներից։ Նմանատիպ հանդիպումների կարևորությունը շատ մեծ է ուսանողության շրջանում, քանի որ ուսանողները կապ են հաստատում գրադարանի հետ, նման միջոցառումները խրախուսվում է թե գրադարանի կողմից, թե համալսարանի կողմից եւ համագործակցության արդյունքում ուսանողները կարողանում են իրենց սովորածը ավելի հետաքրքիր եւ բովանդակալից կերպով ներկայացնել։ Գավառի պետական համալսարանի եւ մարզային գրադարանի սերտ կապի եւ բարեկամության կամուրջները նոր չեն։ Համատեղ իրականացված միջոցառումները փաստում են, որ կրթական առաքելություն իրականացնելու կոչված այս երկու կառույցներն էլ իրենց ջանքերը համատեղում են իշահ պատանիների եւ երիտասարդների գրքասիրության, կրթության եւ ընդհանուր զարգացման։ Միջոցառումների կազմակերպումը առերեսում է մեզ մեր մեծերի հետ։ Դրանք կլինեն բանաստեղծներ, կլինեն գրողներ, կլինեն նկարիչներ, թե արվեստի այլ բնագավառի գործիչներ,
դա R30-ն է։ Մեր ուսանողները եւ գրադարանը ընդհանրապես վերջին 2-3 տարիների ընթացքում բավականին միջոցառումներ է կազմակերպում եւ ես ուրախ եմ, որ այդ միջոցառումների առանցքը ազգայինն է։ Տերյանին նվիրված միջոցառմամբ Գեղարքունիքի մարզային գրադարանն ամփոփում է ողջ տարվա գործունեությունը։ Այն հագեցած է եղել ջերմ հանդիպումներով, հուզիչ պահերով, գրի ու գրքի կախարդական խորհրդավորությամբ։ Տարվա ընթացքում մարզային գրադարանը եղել է հայտնի եւ սկսնակ ստեղծագործողների ոգեշնչման աղբյուրն ու լավագույն բարեկամը, հանդիսացել է ամենաամուր կամուրջը գրքի ու գրքասերների միջև, ամփոփում է գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։ Անահիտ Կարյան, Արփիկ Կակոյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ հաճելի տոնական օրեր։ Ճամբարակ քաղաքում գլխավոր տոնածառի լույսերի վարման հանդիսավոր արարողությունը համախմբել է համայնքի բնակիչներին, ստեղծելով ջերմ, ուրախ եւ նախատոնական մթնոլորտ։ Միջոցառումը կազմակերպվել է համայնքապետարանի անմիջական նախաձեռնությամբ։ Շքեղ զարդարված այգին գեղեցիկ դեկորներով, տոնական լույսերով եւ հատուկ ձևավորված ֆոտոզոնաներով մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների շրջանում։ Կրթամշակութային հաստատություններն ու անհատ ձեռներեցներն էլ իրենց տաղավարներում ներկայացնում են սեփական արտադրանքն ու ձեռագործ աշխատանքները։ Տոնական երեկոն ուղեկցվում է երաժշտությամբ։ Փորձառու DJ-ն ապահովում է ներկաների բարձր տրամադրությունը։ Ամանորյա այս ուրախ տոնին ողջույն, ողջույն, հազար ողջույն, շնորհավոր ձեր նոր տարին, անուշ կայտար մեր բալիկներ։ Մաղթում եմ, որ այս ամանորին ձեր սրտերը լցված լինեն ուրախությամբ, ժպիտներով եւ հեքիաթային պահերով։ Փոքրիկների ոգևորությունը բազմապատկվում է, երբ այգի են մտնում սիրված մոլթերոսները։ Rocking around the Christmas tree at the Christmas party hop. Mistletoe hung where you can see every couple tries to stop. Rocking around the Christmas tree, let the Christmas spirit ring. Later we'll have some pumpkin pie and we'll do some caroling. You will get a sentimental feeling when you hear. Միջոցառման ընթացքում ներկայացվում է համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի շնորհավորական ուղերձը։ Կատարումներով հանդես են գալիս երաժշտական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Սիրելի ճամբարակցիներ, անցնող տարին մեզ համար եղել է փորձությունների ու ձեռքբերումների տարի։ Իրականացրել կարևոր նախաձեռնություններ եւ շարունակել ենք միասին կառուցել մեր համայնքի երջանիկ ներկան ու ապագան։ Այս ամենը հնարավոր է դարձել միմիայն մեր բոլորիս համախմբվածության եւ աշխատասիրության շնորհիվ։ Թող գալիք նոր տարին յուրաքանչյուրիս ընտանիքներին խաղաղություն, առողջություն եւ բարեկեցություն բերի։ Թող մեր համայնքում միշտ տիրի փոխադարձ հարգանքը, սերը, համերաշխությունը, հանուն ճամբարակի զարգացման եւ լուսավոր ապագայի։ Հավերժ փառք մեր հերոս հայրենիներին, որոնց շնորհիվ ապրում ենք խաղաղ եւ ծառայում մեր հայրենիքին։ Խոնարհումս հերոսածին բոլոր մայրերին, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ 2026 թվականը թող լինի հայ ազգի բարգավաճման եւ խաղաղության տարի, բոլոր ընտանիքներում թեվածի համերաշխությունը եւ բարօրությունը։
Վերջապես վառվում են տոնածառի լույսերը, որին հաջորդում է շքեղ հրավառությունը, լուսավորելով երկինքն ու ներկաների սրտերը։ Գլխավոր տոնածառի լույսերի վառման այս հանդիսավոր միջոցառումը դառնում է համայնքային համախմբվածության, ջերմության եւ միասնական ոգու վառ արտահայտություն։ Ճամբարակ համայնքը նախատոնական այս երեկոյին մեկ անգամ եւս ապացուցում է, որ համատեղ նախաձեռնություններն ու մարդկային ջերմ շփումը համայնքի կայուն զարգացման եւ միասնական ապագայի կարևոր հիմքերն են։ Տոնական լույսերի ներքո համայնքը դիմավորում է սպասվող տոները նոր հաջողությունների, խաղաղության եւ բարեկեցության ակնկալիքով։